Վաղը ուշ ալինելու, անկեղծ ուշ ալինելու, այդ պատուհաններից կախված ցիկանի պես ապրելով ուր եք գնում։ Ձեզ խնդրել եմ, մի մարդու նման հավաքվեք, էսի չեք անում։ Դուք հասկանում եք ձեր վաղվա օրը չկա հայրենիք չունեք, ձեզ վաղուց հանձնել են։ Մարդը եկել ասում, արա այդ էշի բերը դրի մեջքիս, արա դու կայֆ եք բռնում։ Եկել եք խոսում եք, ասում եք, ես այ մի խումբն էլ ա գալիս, ես ա քննարկում եք, ես ժողովուրդն էլ անտարբեր, ցրվում եք մարդաձեր համար։ Ձեզ թվում ա իմ համար եք հավաքվել։ Ժողովուրդ, ես ձեզ խնդրում եմ, այնա բոլորի թեռախոս, ձեր բարեկամ, ծանոթ, հավաքվեք այսօր ավարտում ենք, կամ էլ ցրվեցեք գնացեք ձեր տները, ոնց ապրել եք ապրեք։ Որևիցե մեկիդ չեմ խնդրում ստեք աղնեք։ Ձեզ ասում եմ, սա մեր Վերջին այս անցնող շաբաթը, որը կարծես նախորդ շաբաթվա շարունակությունը պետք է լիներ այն առումով, որ նախորդ շաբաթ հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին, կարծես թե դրա շարունակությունը պետք է լիներ այն իմաստով, որ պետք է կողմերը արդեն քննարկեին ժամկետները ստորագրման այդ տեքստի խաղաղության պայմանագրի, բայց այս շաբաթը մենք տեսանք ընդհանրապես ուրիշ բան։ Ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում էր պրես ռելիզներով, որ հայկական կողմը իբր կրակում է իրենց դիրքերի ուղղությամբ սահմանին, հայկական կողմն էլ իրենց պաշտպանության նախարարության, հետո արդեն կառավարության, վարչապետի, արտգործնախարարության հերքում էին եւ խոսում էին նրա մասին, որ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ասացեք, խնդրեմ, ինչ է տեղի ունենում եւ ինչու են տարբեր լեզուներով խոսում Բաքուն եւ Երևանը եւ արդյոք այս համաձայնեցված տեքստը կստորագրվի կամ արդյոք Ադրբեջանը նոր էսկալացիայի հող է նախապատրաստում։ Առաջի հերթին ես համարում եմ, որ տեքստը ստորագրվի, չստորագրվի ոչինչ չի տալիս մեզ, ոչ էլ ադրբեջանական կողմին։ Խնդիրը նա է, որ մենք մի ստորակետ, մի բառակապակցություն բաց ենք թողում, ու չենք ուզում ձևակերպում միջև վերջանենք։ Այո, տեքստը պատրաստել են մի պայմանով, որ հայկական կողմը պետք է կոնկրետ սահմանադրության փոփոխման խնդիրը, սահմանազատումը եւ այլ հարցեր հետ կանչումը միջազգային դատարանից եւ ամբողջը կատարվի նոր այդ փաստաթուղթը ստորագրեն խաղաղության կոչված փաստաթուղթը։ Մերոնք դա չեն ասում ինչ են պայմանավորվել կուլիսներում, որ քայլից հետո պիտի անեն, մերոնք խոսում են, որ մենք պատրաստ ենք ստորագրելու։ Իրանք չեն ասում մենք պատրաստ չենք։ Իրանք ասում են այն ինչ որ պայմանավորվել ենք այդ կետերն էլ արեք, հետո կխոսենք դրա մասին։ Դա կուլիսային պայմանավորվածություն է եղել, թե Ադրբեջանը դրել է այդ պահանջը, մերոնք բան չեն ասել դրան օրինակ։ Կուլիսային պայմանավորվածություն է, որտեղ որ մեր վարչապետը Հայաստանի Հանրապետության հայտարարում է, որ մենք սահմանադրությունը պիտի փոխենք եւ այլ, ձևակերպումները այն ինչ որ Ադրբեջանը հիմի ասում է պահանջել ենք, մերոնք արդեն դա ընդունել են։ Այո, նրանք պահանջել են, մերոնք ընդունել են հիմի։ Մերոնք ուզում են ցույց տան, որ դա Ադրբեջանի պահանջով չեն անում, այլ մեր օրակարգն է դա։ Մենք ենք անում։ Այս խաղը արդեն ասենց ասեմ, էլի ձևական ամոթ է, էլի վերջնալ ժողովրդին չի կարելի ապոշի տեղ դնել։ Այո, դուք պայմանավորվել եք, այո, դուք խոստացել եք, այո, դուք ասել եք, որ պիտի անեք։ Եվ այսօր ավելին ասեմ, մեծ հանցագործություն է կատարվում, որ մեր սահմանները փոխվում է, այդ նույն պայմանագրով մենք խոսում ենք, սահմանները փոխվում է, բայց մենք դրա մասին չենք բարձրաձայնում, չենք ասում, որ Հայաստանի Հանրապետության Սովետ Միության կազմի մեջ մտնելով Հայաստանը ունեցել է 30,948 քառակուսի կիլոմետր, այսօր ասին 29,800 քանի է, հիմա դարել է 29,748
եւ այլն սահմանա չէ փոխվել։ Ադրբեջանը մտել է մեր տարածքը եւ սովետի ժամանակ այն որոշումներով, ձևական այդ խնդիրներով մենք կորցրել ենք տարածքներ։ Իսկ դա, որ իմանաք, 1200 քանի քառակուսի կիլոմետր տարածք է։ Մենք Ղարաբաղը 4400 քառակուսի կիլոմետրի համար մենք 13000 զոհ ենք տվել ընդհանուր առմամբ, եւ մարդիկ այդքան տուն տեղ են կորցրել բան։ Մենք 1200 քառակուսի կիլոմետրը ուղղակի տալիս ենք Ադրբեջանին ձեն չանելով, չխոսելով։ 95 թվականին համանadrությունը, որ ընդունել ենք, մեջը հստակ գրված է Սովետ միության տարածքներով, հայկական պետության։ Որն է այդ Սովետ միության տարածքը։ Վերջի անգամ արել են 30-ական թվականներին, երբ որ սահմանազատում են արել հանրապետությունների մեջ եւ սովետական ատլաս գրքում տպել են, հրատարակել են բոլոր հանրապետությունների տարածքները։ Վերցրեք նայեք ինչ տարածքներ են մեր է գրված։ Դրանով էլ առաջնորդվեք, երբ որ մենք ասում ենք վկայական չունենք, այդ է ձեր վկայականը։ Հիմա դուք կատարում եք հանցագործություն, եթե մեր իրավաբանները դատի տան սահմանադրական դատարան եւ հիմնավորում փորձեն ստանան, դա այսօրվա գործողի շարունակություն կատարում է հանցագործություն։ Շրջանցելով, ձևակերպելով, ինչ նշանակում 91, 95 թիվ, դες բան չկա, ոչ 95-ին են սահմանազատում արել, ոչ 91-ին։ Դե իշխանությունները սահմանազատման գործընթացը եւ սահմանագծման գործընթացը կարծես անում էին 74-ից 78 թվականների այդ քարտեզներով։ 74-75 թվականներին Հայաստանի Հանրապետությունը սահմանազատում չի անցել։ Քարտեզներ են գծվել։ Քարտեզը գծված եղել է։ Ասենք որոշումներով, որ մի ամբողջ պետության ներսում այս չոբանը, այս տարածքը տվել են որպես իրանց հարոտավար, հա, դուք դրա մասին եք խոսում։ Իսկ սահմանազատումը եղել է 25-26 մինչև 30-ական թվին արդեն հրապարակվել է մինչև 29 թիվը։ Հասկանում եք, ուրիշ սահմանազատում չի եղել։ Այսինքն մեր իրական վկայականը, ոնց որ իրանք են ասում, այդ վկայականը հենց այդ է։ Ուրիշ վկայական գոյություն չունի։ Բաբայան, հիմա Ադրբեջանը որ պարբերաբար հայտնում է էսկալացիաների մասին, նպատակը որն է՝ վախեցնել հայկական կողմին, որ գնան ել ավելի զիջումների եւ անեն այդ նախապայմանները, որ իրենք դրել են Մինսկի խմբի համանախագահների համանախագահության ապամոնտաժում, այսպես ասած, սահմանադրության փոփոխություն, բայց ադրբեջանական պահանջները չեն ավարտվում, դրան գումարվում է, հետո ասում են ձեր ռևանշիստական տրամադրությունները մեզ դուր չեն գալիս ձեր երկրում, հետո ասում են բան դուք զինվում եք, ոնց որ այդ զենքերը պետք է հետ ուղարկեք, որովհետև մենք վախենում ենք, որ կարող է մի օր հարձակվեք մեր վրա, վտանգ ենք զգում։ Ուղղված են նրան, որպեսզի մենք գոհ լինենք, որ գոնե այս բանը կա, այսպես ասած խաղաղության պայմանագիրը կա, թե որ իրենց նախապայմաններ իրականացնենք, կամ իսկապես բան ունեն, չգիտեմ, նպատակ եւ պլան ունեն էսկալացիայի գնալ։ Ես չեմ գտնում, որ պատերազմի մեր հետ պատերազմելու իրաց պլան ունեն, ես գտնում եմ, որ իրենք պլան ունեն մի այլ խոշոր պատերազմի Թուրքիայի հետ միասին իրանց սահմանները պաշտպանելու եւ լուրջ տարածաշրջանում փոփոխություն անելու, դա կլինի Իրանի իսլամական պետության հետ, դա կլինի կենտրոնական Ասիա Ռուսաստանից պաշտպանվելու համար եւ այլ, որ դա պատրաստում են իրանք օրեցօր ակտիվանալու են մեր տարածաշրջանում Ադրբեջան, Թուրքիա եւ դա բերելու են մինչեւ 28-29 թվականին արդեն իրա ասենց ասենք գրեվելու է վերջնական, սա ճանապարհը, որը անցնելու են։ Թուրքիայի հետ մեծ պատերազմի են նախապատրաստվում։ Ոչ թե պատրաստում են պաշտպանելու եւ Ադրբեջան, Թուրքիա, Իրանի հետ կամ բան, դա լուրջ խնդիրներ է, դրա մասին եմ ես միշտ խոսում, ասում եմ մի փորձեք մարդիկ կան, չէ, որ ասում են մեղրի պաշտպանության համար Իրանը կարազորք մտցնի եւ այլ, ասում եմ դա տարածաշրջանը ամբողջովին պատերազմեք, տարմեք պատերազմի, մի պահ պատկերացրեք Իրան, կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել եւ ինչու ոչ Ռուսաստան ու մեր վիճակը, որ մտածեն մարդիկ խոսելուց առաջ, գիտեք ինչքան լավ կլինի։
Նման բան պետք է ամեն ինչ անել, որ նորմալ մենք կարող ենք ինքնուրույն մեր խնդիրները լուծել։ Ինչ վերաբերում է ձեր ուղիղ հարցին, Ադրբեջանը ինչ է ուզում ի վերջո։ Ադրբեջանը տեսնում է, որ մենք բարձրաձայնում է իրաց նախագահան, ասում է հայկական կողմին չեմ հավատում։ Սրանով ամեն ինչ ասում է։ Ինչ է ասում։ Ասում է, որ կուլիսներում ես ու դու խոսացինք, ասեցիր, հա։ Հիմա գնացել ես ասել, հիմա երատեք հայտարարում ես, որ թուղթը պատրաստ է, թուղթը հա պատրաստ է, բայց դու խոստացել ես, չէ՞, ինչ անես։ Ես չեմ հավատում ձեզ։ Արեք, որ հավատամ։ Բարձ ասում է ձեզ։ Դուք ասում եք, չէ, չենք լսում, լավ չի ասում։ Որտեւ այն ինչ որ կուլիսներում խոսում եք, ձեզ թվում է խոսեցիք, մոռացաք։ Չէ։ Ժամանակին եմ իշխանությունն էլ է տենց, այո, մի անգամ ես ասեցի, ասի, ձեր սխալությունները հանեք, ձեր բանակցությունների հասկանանք։ Ինչից եք խոսում ընդհանրապես։ Այդ դրա մասին եմ ասում, խնդիրն է, որ Ադրբեջանը ուզում է մաքսիմալ ստանա, իրան այսօր պետք չի, ասենք ասենք, այդ խաղաղության փաստաթուղթը այսօր պետք չի։ Վաղ կարող է պետք գա։ Այսօր պետք չի, ինքը վիժեցնելու է ամեն ձևի, հա, ասենք, փորձելու է տարբեր ձեր ասած պատճառները դնի, որ այս միջազգային դատարանից հետ կանչենք, OBS-ն պետքա լուծարվի, այս մեկը պետքա սենց անվի, սահմանադրությունը պիտի փոխվի, մյուսը պիտի սա եւ տեն շարունակելու է այնքան ժամանակ, մինչեւ ինքը իր խնդիրները լուծի։ Ինչ է կատարում, մենք տարածաշրջանը բոլորս տեսնում ենք, որ ոչ չգիտի ուր է գնում այս տարածաշրջանը, ինչ ուղղությամբ, դեպի արևմուտք է զարգանալու, թե մնալու է Ռուսաստանի ազդեցության տակ, ինչ է լինելու եւ ինքը այս պաուզան վերցրել է, ես կներեք հայկական կողմն էլ իրան ընտրություն ապել, թուղթը վերցրել է, անգել հետևից ասում է ստե ստորագրի, որ հաղթեմ ընտրություններում։ 2026-ի ընտրությունների։ Իհարկե, այդ սա էտա ուրիշ բան չկա։ Ադրբեջանը չի ուզում ստորագրի, թող չստորագրի, եւ պատրաստ կլինի կգա ստորագրության։ Մենք մեր պետությունը զարգանալու համար մեր կոմունիկացիաները, մեր ճանապարհները, երկաթուղին, օդանավակայանը, որ մենք դառնանք խաբ այս տարածքում, ասենք Գյումրիում օդանավակայան մեծ գուրզավոր ստեղծել, որտեղ բեռների իշնի եւ այլ, այդ ճանապարհները կառուցել, այդ երկաթուղիները կառուցել։ Մենք տվել ենք 25 տարով Ռուսաստանի երկաթուղի, որ այսօր պետք է բանակցենք այդ երկաթուղին կառուցենք մինչեւ Մեղրի, իրանց ուժերով, որտեղ հենց իրանց էլ է պետք վաղ Ադրբեջանի հետ լուրջ խնդրեմ են ունենալու, Վրաստանով, Հայաստանով, որ դուրս գան Պերսիցկի զալիվ, իրանց բեռնափոխադրումները անեն եւ այլն։ Սա լուրջ հարցեր է, որ պետք է զբաղվենք, առանց կենտրոնանալու Ադրբեջանը ինչ է ասում, մեր ինքնուրույն մեր քաղաքականությունը վարել բոլոր ուղղություններով։ Այսինքն պետք է սովորել ապրել առանց խաղաղության պայմանագրի կողմից։ Այո, խաղաղության պայմանագիրը կներեք խնդրելով, փաստաթուղթ ստորագրելով չի։ Իրարից ես դու պետքա կախվածություն ունենանք, իրար շահեր փորձենք պաշտպանենք, որ մենք էլ զարգանանք դուք էլ։ Ես բազմիցս մեր հասարակությանը ասել եմ, որ Ադրբեջանը եւ Վրաստանը հրճակել են իրենց տրանզիտ երկիր։ Հրճակել են, այդ մարդիկ ուրիշ բան չունի։ Մեկը նավթ գազ ունի ու տրանզիտ երկիր է ուզում, ամբողջ կենտրոնական Ասիա, Չինաստանով, Ռուսաստանով, որ իրանով գան դուրս գան, այդ դրանով իր պետությունը պահի զարգացնի, նույնն էլ Վրաստանն է։ Հիմա մենք դրանից բացի Թուրքիան էլ է այդ նույն Թուրքիան մի քիչ ավելի է խոր գնացել, խաբել է ստեղծում, մի քանի խաբ, բացահատիկի, նավթի գազի, հիմա պետք է մեզանով անցնել։ Ամենակարճ ճանապարհը մենք ենք, հա։ Մենք էլ ոչ մի բան չենք անում, խցանում ենք արել ու մենք ասում ենք այս հարևանը չնեղանա, մի հարևանը չնեղանա, մեկի փորնա ցավալու, այս մեկը էս անել ժողովուրդ։ Խելք ստիպում որ ձեր ուժով ձեր հետ այդ հարցերը լուծեն։ Հետո էլ ասեք ով է մեղավոր։ Դե լավ գոնե բանակ պատրաստեք։ Հիմա ոչ են անում, ոչ են, բայց հույսները դրել եք էլի հարևանի վրա։ Պարոն Բաբայան, ես այդ էի ուզում ճիշտ ասած հասկանալ եւ հարցնել։ Տեսեք, Ադրբեջանը թեպետ վերջնական պայմանավորվածություններ, չգիտեմ, ապա շրջափակման եւ այլնի հետ չկա, հայկական կողմի հետ գոնե փաստաթուղթ չկա, չգիտեմ։ Ադրբեջանը ճանապարհ է կառուցում դեպի Հայաստանի սահման։
երկաթուղի է կառուցում, չգիտեմ, ավտոմոբիլային ճանապարհների ցանց է ստեղծում Լեռնային Ղարաբաղում հիմա։ Հայկական կողմը եւս ասում է, որ մենք պատրաստ ենք ապաշրջափակման, բայց ոչ մի ճանապարհ դեպի Ադրբեջանի սահման, ինքնատուն եմ հատկապես երկաթուղի, չի կառուցվում։ Լավ, ի՞նչ է խնդիրը, սկսենք, ինչու կարելի է, չէ՞, կառուցել, ասել մենք էլ ենք գործանում, կպայմանավորվենք հենց գա ժամանակը, կպայմանավորվենք։ Հիմա ոչ այն է արվում, ոչ պայմանավորվում է, որ հարցնում ես, ասում են, գիտեք, պետք է մեծ գումարներ ծախսենք, պետք է հասկանանք հստակ որտեղից ինչ ենք բացում, որ այդ գումարները սկսենք ծախսել։ Նայեք, դրանք ովքեր ասում են դիլիտանտներ են, դրանք իրավունք չունեն պետության ապարատում աշխատել, որովհետեւ պաշտոն զբաղեցնել, փորձեն բացատրել ինչի եմ տենց ասում։ Մենք Կենտրոնական Ասիա, Չինաստան իր բեռնափոխադրումը պետքա անցնի Սևծով, Մեջիկական ծով, Եվրոպա եւ այլ եւ այլ։ Մենք հաշվում ենք Կասպիան ավազանից մեր ճանապարհները դեպի Թուրքիա, որտեղ ասենք իրան ձեռնատուը գա Սևծովում բեռնափոխադրումը նավը բարձի հետո գնա, թե իրան պետքա մեր տարածքով անցնի, հասնի Մեջիկական ծով դեղ բարձի հետո գնաբան, սա հաշվարկումներ է, մասնագետները պետք է նստեն հաշվարկեն, դրանով իսկ կողմնորոշվեն մեր ճանապարհները որտեղով պետք է լինի եւ ինչ մակարդակի ճանապարհ եւ դրա թողունակությունը ինչ ցավալների պետք է հասնի եւ այլն եւ դրանից հետո սկսել այդ կառուցումը։ Ինչ վերաբերում է ֆինանսների հարցը եւ Եվրոպան եւ ԱՄՆ-ն միջին միջանցքից բազմից խոսել են եւ իրանք ներկայացրել են, որ իրանք պատրաստ են Կենտրոնական Ասիան դուրս բերել ռուսական ազդեցությունից եւ Կովկասը, դրա համար ճանապարհների վրա 10 միլիարդ Եվրոպան հատկացրել գումարներ, որոնց ծրագրերով կարելի է օգտվել եւ կարելի է բանակցել, որ Հայաստանը ունենալով միջպետական պարտքեր եւ ներքին պարտքեր 6 միլիարդ մոտորապես արտաքին պարտնա, ներքինն էլ մի այդքան էլ ներքին է, մի բան ավել, 12 միլիարդ պարտքույն նա չի կարա իրան թույլ տա մի քանի միլիարդ դոլար դնի կամ բան ճանապարհների կառուցի։ Դրա համար դիմում է այդ եթե իրոք նրանք ցանկանում են դա դուրս բերեն այդ խնդիրի լուծման։ Մեկ խնդիր, երկրորդը չինական կողմը այսօր պատրաստ է երկարաժամկետ 50 տարով շատ փոքր տոկոսով, ասենք այդ գումարները եւ այդ ճանապարհները պատվիրել իրանց կառուցեն, դա էլ կարելի է բանակցել,